Կանադայի խորհրդարանի արտահերթ ընտրությունում հաղթում է լիբերալ կուսակցությունը և կուսակցության ղեկավար Կանադայի վարչապետ Մարկ Քարնին կգլխավորի երկրի հաջորդ կառավարությունը, հաղորդում է Reuters-ը։ Ընտրության նախնական արդյունքի համաձայն լիբերալներն առաջատար են եղել կամ ընտրվել են 161 ընտրատարածքում, նրանց հաջորդել են պահպանողականները 150 ընտրատարածքով։ Ձայների հաշվարկը դեռ չի ավարտվել։ Միևնույն ժամանակ լրատվամիջոցները գրել են, որ լիբերալներին չի հաջողվի մեծամասնության կառավարություն ձևավորել, դրա համար կուսակցությունը պետք է հաղթեր 343 ընտրատարածքից 172-ում։ Կանադայում հերթական ընտրությունը պետք է անցկացվեր 2025 թվականի հոկտեմբերին, սակայն վարչապետ Ջասթին Տրյուդոյի հրաժարականից հետո Քարնին հայտարարել էր ապրիլի 28-ին արտահերթ ընտրություն անցկացնելու մասին։ Պակիստանի պաշտպանության նախարարը հայտարարել է, թե հարևան Հնդկաստանի ռազմական ներխուժումն անխուսափելի է անցած շաբաթ Քաշմիրում զբոսաշրջիկների վրա զինյալների ահաբեկչական հարձակումից հետո։ Գրոհայինների հարձակումը 26 մարդու կյանք է խլել և վրդովմունք առաջացրել Հնդկաստանում, որտեղ բնակչության մեծամասնությունը հինդուիստ է։ Նյու Դելհին Իսլամաբադին մեղադրել է Քաշմիրում զինյալներին աջակցելու համար։ Reuters-ի հետ հարցազրույցում Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Մուհամմադ Ասիֆն ասել է, որ Հնդկաստանի հեռուստատեսությունն ուժեղանում է և Պակիստանի զինվորականները կառավարությանը տեղեկացրել են այդ երկրից հարձակման հնարավորության մասին։ Քաշմիրում հարձակումից հետո Հնդկաստանը 2 զինյալի է նույնականացրել, պարզելով, որ նրանք պակիստանցի են։ Իսլամաբադը հերքել է մասնակցությունը և կոչ արել չեզոք հետաքննություն անցկացնել։ Ասիֆը նշել է, որ Պակիստանը գտնվում է բարձր պատրաստվածության վիճակում և կօգտագործի իր միջուկային զինանոցը միայն այն դեպքում, եթե իր գոյությանն ուղղակի սպառնալիք լինի։ Economic Times-ի տվյալով էլ Հնդկաստանը մտադիր է շուտով փակել իր օդային տարածքը պակիստանյան օդանավերի և նավահանգիստները նավերի համար։ Պակիստանցի գործընկեր Իշակ Դարի հետ հեռախոսազրույցի ժամանակ Չինաստանի արտգործնախարար Վան Ին ասել է, որ Պեկինն ուշադիր հետևում է Քաշմիրում ահաբեկչական հարձակումից հետո տեղի ունեցող զարգացումներին և աջակցում է միջադեպի անաչառ հետաքննությանը, ասվում է Չինաստանի արտգործնախարարության հաղորդագրության մեջ։ Վանն աջակցություն է հայտնել Պակիստանին ինքնիշխանության և անվտանգության շահերի պաշտպանության հարցում։ Նյու Դելհիին և Իսլամաբադին կոչ արել զսպվածություն ցուցաբերել Փահալգամում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումից հետո։ Հակամարտությունը չի բխում Հնդկաստանի և Պակիստանի հիմնարար շահերից ու չի նպաստում տարածաշրջանային խաղաղությանը և կայունությանը։ Երկրները պետք է զսպվածություն ցուցաբերեն, ընդառաջեն միմյանց և նպաստեն իրավիճակի լիցքաթափմանը, ասել է Չինաստանի արտգործնախարարության ղեկավարը։ Դավիթ Մուրադյան, լուրեր։